Վրաստանի կաթողիկոս պատրիարք Իլիա II քաղաքացիական հոգեհանգիստը ողջ գիշերվա ընթացքում ընթանում էր երրորդության մայր տաճարում։ Պատրիարքարանի որոշմամբ Իլիա II-ին հարգանքի տուրք մատուցելու համար տաճարը բաց կլինի 24 ժամվա ընթացքում։ Հոգևորականներն ու ծխականները հնարավորություն կունենան գնալու տաճար եւ մասնակցելու նրա հոգու հանգստության համար կատարվող հոգեհանգստի արարողություններին։ Վրաստանի կաթողիկոս պատրիարք Իլիա II-ը մարտի 17-ին 93 տարեկան հասակում վախճանվեց։ Երկրում հայտարարված են սգո օրեր։ Նորին սրբություն եւ երանություն Իլիա II-ին կհուղարկավորեն մարտի 22-ին Սիոնի տաճարում։ Այս մասին լրագրողներին հայտնել է եպիսկոպոս Իոբը։ Նրա խոսքով սա եղել է պատրիարքի ցանկությունը, որի մասին տեղեկություն ունեին նրա մերձավորները։ Պատրիարքարանում ավելի քան 2 ժամ տևել է սինոդի նիստը, որտեղ հոգևորականները քննարկել են նորին սրբության հուղարկավորության մանրամասները։ Համայն Վրաստանի կաթողիկոս պատրիարքի հուղարկավորության կապակցությամբ մարտի 21-ին եւ 22-ին Թբիլիսի քաղաքային տրանսպորտը ուղևորներին կսպասարկի անվճար։ Կառավարության տեղեկությամբ տարածաշրջաններից դեպի Թբիլիսի մեկնել ցանկացողների համար կնշանակվի անվճար տրանսպորտ։ Ուղևորներին անվճար կսպասարկի նաեւ վրացական երկաթուղին։ Կկատարվեն լրացուցիչ երթեր ինչպես ավտոմոբիլային, այնպես էլ երկաթուղային տրանսպորտով։ Պատրիարքի հուղարկավորության կազմակերպչական հարցերով կզբաղվի պետական հանձնաժողովը, որը կղեկավարի Վրաստանի վարչապետը։ Հանձնաժողովը երեկ անցկացրել է հանդիպում, որին մասնակցել են վարչապետը, նախագահը, խորհրդարանի նախագահը, Թբիլիսիի քաղաքապետը, պետական անվտանգության ծառայության ղեկավարը, պետական պահպանության հատուկ ծառայության ղեկավարը եւ նախարարների կաբինետի անդամները։ Հենց այս հանդիպմանն է որոշվել ստեղծել պետական հանձնաժողով, որը կաշխատի հուղարկավորության կազմակերպչական հարցերի վրա։ Իշխանության ներկայացուցիչները նաեւ կներգրավվեն պատրիարքարանի հանձնաժողովի աշխատանքներին։ Մինչև նոր պատրիարքի ընտրությունը եկեղեցու ղեկավարումը կստանձնի տեղապահ Շիոն։ Սուրբ Սինոդի որոշումը հասարակությանը ներկայացրել է Ախալցիխեի, Տաուկլարջեթիի եւ Լազեթի թեմի մետրոպոլիտ Թեոդորը սինոդի նիստի ավարտից հետո։ Նրա խոսքով Սուրբ Սինոդը հաստատել է պատրիարքի կողմից նշանակված տեղապահին Սենակի եւ Չխորոծկուի մետրոպոլիտ Շիոյին որպես համայն Վրաստանի կաթողիկոս պատրիարքի գահի տեղապահ։ Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեին ցավակցական նամակ է ուղարկում Թուրքիայի նախագահը։ Հարգելի վարչապետ, մեծ ցավով տեղեկացա, որ մարտի 17-ի գիշերը մահացել է նորին սրբություն համայն Վրաստանի կաթողիկոս պատրիարք Իլիա II-ը։ Թուրք ժողովրդի եւ իմ անունից անկեղծ ցավակցություն եմ հայտնում հանգուցյալի ընտանիքին, ձերդ գերազանցությանը, ուղղափառ եկեղեցուն եւ վրաց ժողովրդին, նշում է Ռեջեփ Թայիփ Էրդողանը։ Տեղեկությունը տարածում է վարչապետի մամուլի ծառայությունը։ Վրաստանի պատրիարքարանին, Վրաստանի ուղղափառ հասարակությանը եւ վրաց ժողովրդին ցավակցություն են հայտնում Վրաստանում բնակվող ադրբեջանցի քաղաքացիները, ովքեր նամակում նշում են, որ Իլիա II-ը իր կյանքը նվիրել է ժողովրդին, հոգեվոր արժեքների պահպանմանը եւ տարբեր կրոնական համայնքների միջև խաղաղության ու փոխըմբռնման ամրապնդմանը։ Նրա գործունեությունը նշանակալի ներդրում է ունեցել Վրաստանում բնակվող բոլոր ազգությունների եւ կրոնների ներկայացուցիչների միջև միասնության եւ ներդաշնակության միջավայրի զարգացման գործում։ Վրաստանի ադրբեջանցիների կողմից նախատեսված Նովրուզի տոնակատարությանը նվիրված միջոցառումները չեղարկվել են ի նշան հարգանքի, հանգուցյալի հիշատակին եւ ընդհանուր սուգը կիսելու նպատակով, նշված է ցավակցական նամակում։